Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ցանկանում եմ հիշեցնել ինչ հարց ենք քննարկում եւ ինչ է կատարվում այս պահին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Քննարկում ենք Արամ Վարդևանյանին, Ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած տեխնացուին, ազգային ժողովի 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը եւ ինչպես տեսնում ենք, տեղում չէ ողջ Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը անտրամաբանական է, քանի որ մենք քննարկում ենք հենց իրենց տեխնացուի ընտրության հարցը եւ պետք է հասկանալ, թե առհասարակ ինչով է զբաղվում Ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ պատասխանի մեր քաղաքացիներին, թե ինչու չկա իրենց խմբակցության падգամավորի տեխնացության քննարկմանը։ Բայց ես չեմ կարող չանդրադառնալ այնուամենայնիվ Ուժեղ Հայաստան խմբակցության եւ մի շարք ընդդիմադիր այլ падգամավորների մյուս խմբակցության ելույթներին, քանի որ այստեղ խոսվեց հեծի մասին, որը պատկանում էր Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարությանը, երբ որ մասնավոր էր այդ ժամանակ հեծի եւ մասնավոր կառավարման էր տրված, պետք է հասկանանք եւ կոնկրետ թվերով խոսանք, այստեղ Ուժեղ Հայաստան խմբակցությունը փորձում է խեղաթյուրել իրականությունը եւ սուրբ ձևանալ այս հարցում, այնինչ տարիներ շարունակ, մի քանի օրինակ ես կբերեմ, շատ չեմ թվեր մեջ բերի, հեծի մասնաճյուղերը, որոնք որ եղել են սպասարկման կենտրոններ, կոնկրետ երկու դրվագ ես ասեմ, որոնք որ մեկը Ռիո մոլում, որը որ պատկանում է տվյալ դաշինքի եւ խմբակցության ղեկավարությանը, եւ նույն սեփականատերերին է ծառայել, որոնք որ ծառայել են նույն հեծի այդ ժամանակ ղեկավարությանը, եղել է մի դեպքում 2,564,000 դրամի վարձակալության վճար, իսկ պետական կառավարման անցնելուց հետո նույն մասնաճյուղին կից արդեն 666,000 դրամով լինում է վարձել արդեն տարածք, որը կարող է ծառայել արդեն նույն նշանակության համար։ Մեկ այլ դեպքով Տաշիր առևտրի կենտրոնում, որը որ պատկանում էր եւ պատկանում է նույն քաղաքական ուժի ղեկավարությանը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, տարածքի վարձակալություն է եղել տարիներ շարունակ, որի վարձակալության գինը եղել է 2,184,550 դրամ, այնինչ մոտակայքում պարզվում է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը ունի տարածք, որը այժմ անվճար ծառայում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Սրա պատասխանը պետք է տա Արամ Վարդևանյանը կամ մյուս Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները եւ խմբակցության անդամները Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, թե ոչ։ Քանի որ այստեղ Արամ Վարդևանյանը խոսում է քաղաքական պատասխանատվությունից։ Ինչ քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը, քանի որ նա հանդիսանում է մի դաշինքի անդամ եւ մի խմբակցության անդամ, որը խախտել է մեղմ ասած մի շարք օրենքներ իրենց մասնավոր կառավարման ժամանակահատվածում։ Սենց կարճ մի հատ էքսկուրս եմ ցանկանում հասկանցնենք, քանի որ քննարկում ենք պարոն Վարդևանյանի տեխնացությունը, ինձ թվում է իմ երիտասարդ տարիքից ելնելով է, որ ես կարող եմ բան բաց թողած լինեմ իր քաղաքական գործունեության մեջ եւ կրկին հետաքրքրվեցի, թե պարոն Վարդևանյանը ինչ քաղաքական գործունեությամբ է հասցրել զբաղվի, բայց ոչ, ճիշտ է, դա շատ կարճ ժամանակ է եղել, բայց ինչ ժամանակահատված, մի ոսկյա ժամանակահատված պարոն Վարդևանյանի համար 2016 թվականից 2018 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը, կամ ինչպես ինքն է նշում, ավագ օգնականը, 2021 թվականին Հայաստան դաշինքով դառնում է падգամավոր, եւ 2022 թվականին դուրս է գալիս Հայաստան դաշինքից, եւ 2026 թվականին դառնում է падգամավոր Ուժեղ Հայաստան կուսակցության կամ դաշինքի միջոցով։ Այսինքն
Պարոն Վարդևանյանը ուղղակի հիմա ստեղ չի, ես ինքն դատարկ աթոռին նայելով եմ խոսում, ուզում եմ իր դեմքին նայի։ Պետքա գալ եւ այստեղ պարզ խոսել եւ ասել, որ պարոն Վարդևանյանը Սերժա Քոչարյանական, պարոն Վարդևանյանն է, որ այսօր հավակնում է լինի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ փոխնախագահ եւ այժմ ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական պատասխանատուն, ինչպես ինքնանշում, որ կուզեի այստեղ լինել մի շարք հարցերի պատասխաներ այդ պատասխանատվության կոնտեքստում։ Իհարկե, մյուս ընդդիմադիր խմբակցությունների այս պահին այստեղ չի, ցավոք, դաշնակցական կենացները շարունակվում են։ Դաշնակցականները ասում են Արարատը ուրանում եք։ Ես չեմ հասկանում ուղղակի ոնց կարելի է ուրանալ բառը օգտագործել անգամ այդ մասին խոսալուց։ Ոնց կարա մարդ իր պատմությունը, իր ինքնությունը մոռանա։ Ով է դες բան ասել։ Մեր քաղաքական թիմից կամ մեր քաղաքական ղեկավարը կամ մեր քաղաքական թիմից որևէ մի անդամ նման բան երբեք չի ասել։ Այո, Արարատը գտնվում է պատմական Հայաստանում եւ այսօր Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը դա Արագածն է։ Եվ դրա մասին ենք մենք այսօր խոսում եւ մենք ասում ենք, որ մենք պետք է գնահատենք այնինչ ունենք եւ զարգացնենք այնինչ ունենք, այլ ոչ թե կենացների մակարդակի ուղղակի խոսակցություններ վարենք, ինչպես որ դուք։ Ասում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի չեն նշում Հայաստանի, ասում են այս քարտեզը փակցրած իր վրա գնում է այլ երկրների ղեկավարների հետ հանդիպման։ Այո, գնում է, որովհետև Հայաստանի Հանրապետության 730,000 քաղաքացի ընդունել է եւ տեր է կանգնել այս քարտեզին, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Քանի որ ընդդիմադիր գործընկերները այստեղ չեն եւ շատ հարցեր կմնան անպատասխան, ուղղակի հուսով եմ մասնավորապես ուժեղ Հայաստան խմբակցությունը կպատասխանի թե ինչու իր առաջադրած տեխնացուին քննարկման ժամանակ նա չի գտնվում այստեղ, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այստեղ է եւ կանգնած սպասում է իրենց ելույթներին, որ պետք է իօգուտ լինեն իրենց տեխնացուի եւ մեզ համոզեին, որ մենք ընտրենք իրենց տեխնացուին, այնինչ նրանք այստեղ չեն եւ խոսում են տարբեր բաների մասին, ասում են եկեղեցին պետության հետ չի, անկախ է, իսկ պետականությանը հետ է թե դեմ է։ Այս հարցին ես կուզեի պատասխանեին, ցավոք կրկին այստեղ չեն նրանք, բայց ինչևէ Այսքանը թերևս շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։